Բարև ձեզ։ Հայաստանի խորհրդարանի ընտրությունից անցել է 2 օր եւ թեպետ դեռ պարզ չէ անգամ թե քանի կուսակցություն է անցնում խորհրդարան եւ հետեւաբար պարզ չէ թե ինչ համամասնությամբ են բաժանվելու մանդատները խորհրդարանում, այդուհանդերձ հետընտրական գլխավոր հարց եւ գլխավոր թեմա է դարձել մանդատները վերցնել-չվերցնելու հարցը եւ 2 օր է այս հարցը քննարկվում է առաջնային գծում եւ բավականին ինտենսիվությամբ։ Խոսքը այն մասին է, թե արդյոք ընդդիմությունը, որը անցել է խորհրդարան, ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ հնարավոր է ԲՀԿ-ն պետք է վերցնեն մանդատները, թե ոչ։ Այս ուժերը իրենք առայժմ այս թեմայի մասին գրեթե չեն արտահայտվում, հայտարարելով, որ քննարկում են իրավիճակը, որպեսզի հասկանան հետագա անելիքները։ Եվ սա կարծես թե տրամաբանական արձագանք է, որովհետև իսկապես հասկանալու հարցերը եւ հետագա գործողությունների հնարավորությունը մշակելը, դիտարկելը չափազանց կարևոր է եւ առանցքային։ Բայց տեսնում ենք նաեւ, որ բավականին ինտենսիվ ծավալով եւ թափով առաջ է բերվել հենց մանդատների հարցը վերցնել թե ոչ։ Եվ այստեղ իհարկե մենք տեսնում ենք բավականին նկատելի էմոցիոնալ շերտ եւ հասկանալիորեն էմոցիոնալ շերտ, որովհետեւ հասարակության մի զգալի մաս բացի այն, որ պետք է հեռացնել վարչապետ Փաշինյանի իշխանությունը եւ քաղաքացիական պայմանագիրը պետք է հեռացնել կառավարման ղեկից, որևէ այլ բան չի ցանկանում լսել։ Եվ ընդ որում այս վերաբերմունքը որքան էմոցիոնալ է, նույնքան նաեւ հիմնավոր, եթե դիտարկում ենք, թե ինչ քաղաքականություն է վարում Հայաստանը Նիկոլ Փաշինյանի եւ կառավարող ուժի գլխավորությամբ։ Բայց այդուհանդերձ քաղաքականությունը որպես process առավել եւս այսօրվա Հայաստանում չափազանց բարդ երևույթ է, որովհետեւ առնչվում է ոչ միայն ներքին, այլ եւ գուցե նաեւ ավելի շատ արտաքին բավականին բարդ եւ բազմաշերտ իրողությունների եւ հանգամանքների։ Հետեւաբար այստեղ մի բան է պարզապես ցանկությունները եւ մեկ այլ բան հնարավորությունների շրջանակը։ Ըստ այդմ շատ կարևոր է հասկանալ իրավիճակը եւ քննարկել հնարավորությունները, չտրվելով պարտությունից հետո էմոցիոնալ որոշումների գայթակղությանը, որը ոչ թե թույլ կտա պարտությունը վերափոխել հաղթանակի կամ հաջողության, այլ հակառակը, առավել խորացնել եւ հայտնվել ծուղակում։ Ըստ այդմ շատ կարևոր է կրկնեմ իրավիճակը հասկանալը եւ ոչ թե անմիջապես գալ մանդատները վերցնել-չվերցնելու խնդրին, որովհետեւ չափազանց կարևոր հարցի պատասխանները հետեւյալ դաշտում են. վերցնել ինչի համար եւ եթե չեն վերցնում դարձյալ ինչի համար, ինչ անելու համար են վերցնում եւ ինչ անելու համար չեն վերցնում։ Ահա այս հարցերի պատասխաններն են կարևորը, բայց ինտենսիվությունը, որով թեման բերվել է առաջ, կարծես թե այնպիսին է, թե ինտենսիվությունը, թե ծավալը եւ թե նաեւ շեշտադրումները, որ խնդիրը տեղափոխում են կամ բերում են զգալիորեն էմոցիոնալ ճնշման դաշտ, բարդացնելով այս առնչությամբ ռացիոնալ որոշումների միջավայրը։ Եվ սա իսկապես կարող է լինել ծուղակ այն ընդդիմության համար, որը մասնակցեց ընտրությանը, իհարկե հաղթելու կարգավիճակով, աներկբա հաղթելու կարգավիճակով, բայց որը պաշտոնական արդյունքով գոնե առայժմ պարտվել է եւ հիմա կանգնած է այդ հարցի առաջ՝ գնալ խորհրդարան, թե չգնալ խորհրդարան, ինչի համար գնալ կամ ինչի համար չգնալ։ Եվ երբ այս իրավիճակում զգալիորեն էմոցիոնալ շեշտադրումներով եւ ինտենսիվությամբ ու մեծ ծավալով առաջ է բերվում այս հարցը մանդատներ վերցնել-չվերցնելու, այստեղ ստեղծվում է տպավորություն, որ գործնականում այս էմոցիոնալ, ինտենսիվ առաջմղման հետևում բավականին ռացիոնալ եւ բավականին պրագմատիկ հաշվարկ է այլ շրջանակներից եւ այլ քաղաքական խմբերից կամ քաղաքական տարատեսակ սուբյեկտներից ու շերտերից, որոնք հավակնում են արդեն առաջիկա ցիկլում մեծ դերակատարում ունենալ ընդդիմադիր դաշտում, երկրորդ պլան մղելով ընտրական այս process-ում առաջատար դեր ունեցած ուժերին։ Այլ կերպ ասած, մենք այս թեմայի ներքո հնարավոր է գործ ունենք ներընդդիմադիր դաշտում սկսված պայքարի հետ, արդեն առաջիկա ընտրական ցիկլի հաշվարկով, իսկ գուցե ոչ պարզապես հերթական ցիկլի հաշվարկով, այլ հնարավոր է նաև հաշվարկներով, որ կարող են լինել արտահերթ process-ներ, հետեւաբար պետք է հասցնել այդ ընթացքում
Ընդդիմադիր դաշտում զբաղեցնել առաջատար դիրքեր, լինել ընդդիմադիր դաշտում թելադրող ուժը եւ ըստ այդմ նաեւ առավել մոտ լինել հնարավոր փոփոխություններին կամ փոփոխությունների հնարավորությանը, որ կարող է առաջանալ տեսանելի ապագայի զարգացումների ընթացքում։ Համենայն դեպս այս հաշվարկներով կարծես թե այս մանդատ վերցնել չվերցնելու թեման այլ բան չէ, քան ներընդդիմադիր դաշտում սկսված պայքար։ Պայքար, որի մեկնարկը գոնե այս շրջափուլում առավելապես կարող է ձեռնտու լինել միայն վարչապետ Փաշինյանին, քանի որ դա խանգարելու է ընդդիմադիր դաշտում հետընտրական, ռացիոնալ, պրագմատիկ եւ զգալիորեն հայեցակարգային ռազմավարական տրամաբանությամբ որոշումներ կայացնելուն, երկարաժամկետ գործողությունների պլան կազմելուն, խորհրդարանում ընդդիմության նոր որակի գործունեության մեթոդաբանություն մշակելուն։ Սկզբունքորեն ինչի մասին է խոսվում։ Հետևյալ փաստարկը կա, թե միթե այս ամենը, այս պայքարը նրա համար էր, որ հետո ինչ որ ֆրակցիաներով գնալ եւ падգամավոր աշխատել Նիկոլ Փաշինյանի մոտ նրա խորհրդարանում։ Նախ այս արտահայտությունը իհարկե շատ օգտագործվում էր նաեւ ներկայիս դեռևս գործող խորհրդարանում ընդդիմադիր ֆրակցիաների նկատմամբ։ Ինքս բացարձակապես կողմ չեմ եղել այսպիսի ձևակերպման, որովհետև ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի խորհրդարան։ Դա Հայաստանի Հանրապետության խորհրդարանն է, որի համար վճարում է Հայաստանի Հանրապետության հարկատուն։ Այդ խորհրդարանում ընդդիմությունը աշխատում է Հայաստանի Հանրապետության հարկատուի եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանի մոտ։ Այլ հարց է իհարկե քաղաքական գնահատականները, յուրաքանչյուրը կարող է տալ այդ երևույթի քաղաքական իր գնահատականը, բայց սկզբունքորեն այստեղ չկա որևէ աներկբա եւ ինչ որ իմպերատիվ պատկեր։ Այդ խորհրդարանը Հայաստանի խորհրդարանն է, որովհետեւ նույն տրամաբանությամբ, եթե ասում ենք, որ ընդդիմությունը այնտեղ ընդդիմություն է աշխատում Նիկոլ Փաշինյանի մոտ, կարող ենք ասել, որ ընդհանրապես բոլորս ենք աշխատում Նիկոլ Փաշինյանի մոտ, վճարելով այն պետությանը հարկեր, որը ղեկավարում է եւ որի ղեկը անգամ ընտրության մեղմ ասած անհավասար պայմաններով շարունակում է իր ձեռքում պահել Նիկոլ Փաշինյանը։ Այդ նույն տրամաբանությամբ պետք է ոչ միայն մանդատ չվերցնել, այլ ընդհանրապես վերցնել ճամպրուկները եւ գնալ այն պետությունից, որը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց ինչպես այս պետությունը Նիկոլ Փաշինյանինը չէ, այնպես էլ Նիկոլ Փաշինյանինը չէ այս պետության կարևորագույն ինստիտուտներից մեկը, խորհրդարանը եւ ընդհանրապես որևէ պետական ինստիտուտ։ Հետևաբար հարցադրումը, թե ընդդիմություն է աշխատում Նիկոլ Փաշինյանի մոտ, մեղմ ասած տեղին չէ եւ կամա թե ակամա իր մեջ պարունակում է որոշակի մանիպուլյատիվ բնույթ։ Հետևաբար այստեղ շատ կարեւոր է օգտագործելով այդ ձևակերպումը նաև պատկերացնել դրա մանիպուլյատիվ շերտերը եւ հետեւաբար շատ զգույշ լինել այդպիսի հանրային գնահատականների հարցում, որովհետև այդ մանիպուլյատիվ շերտերի թակարդում կարող է հայտնվել միայն հասարակությունը, հասարակական միտքը, քաղաքական process-ների հանդեպ գնահատման ռացիոնալության ներուժը եւ ոչ թե օրինակ Նիկոլ Փաշինյանն ինքը։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն օրինակ շատ կուզենա, որպեսզի բոլորը մտածեն այդպես, որ այդ խորհրդարանը իրենն է, որովհետև ենթագիտակցորեն սկսում են մարդիկ մտածել, որ պետությունն էլ մեծ հաշվով իրենն է։ Եթե խորհրդարանը Նիկոլ Փաշինյանինն է եւ այնտեղ աշխատող ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի մոտ է աշխատում, դա նշանակում է, որ Հայաստանում էլ ապրող քաղաքացիները ապրում են Նիկոլ Փաշինյանի մոտ։ Դա մեղմ ասած, արդյունավետ եւ օգտակար մտածողություն չէ։ Այս պետությունը եւ պետական ինստիտուտները Հայաստանի քաղաքացիներինն են։ Հետևաբար ընդդիմությունը, որ աշխատում է կամ աշխատելու է խորհրդարանում, եւս Հայաստանի քաղաքացիներինն է։ Իհարկե առաջանում է մյուս հարցը, իսկ քաղաքացիները դրա համար են արդյոք ձայն տվել ընդդիմությանը։ Իսկ այստեղ շատ բարդ է հաշվել քաղաքացիներից ով ինչի համար է ձայն տվել։ Այսինքն ընդդիմության էլեկտորատը որ մասն է, որ համաձայն է վերցնել մանդատները եւ որը համաձայն չէ։ Այստեղ ընդդիմադիր քաղաքական ուժերը ստանձնում են պատասխանատվություն, այս իմաստով կայացնել որոշում եւ կրել այդ որոշման կամ հետևանքը, եթե մեծ կլինի էլեկտորատի հիասթափությունը, կամ քաղել այդ որոշման պտուղը, եթե էլեկտորատի հիասթափությունը մեծ չի լինի եւ դրանից բացի իրենք կարող են խորհրդարանում իրենց աշխատանքով ցույց տալ անգամ հորետես
ընտրողներին, որ դա արդյունավետ որոշում էր եւ այդ որոշումը ծառայեց աշխատանքի արդյունավետությանը։ Որովհետեւ մանդատների հանգամանքը միջոց է, սա հասկանալի է եւ աներկբա եւ ոչ թե նպատակ։ Եվ օրինակ, եթե ընդդիմությունը չի կարողանալու էֆեկտիվ օգտագործել այդ միջոցը, ինչ էֆեկտիվության մասին կարող է խոսք լինել այդ միջոցից հրաժարվելու պարագայում։ Այո, պետք է լրջորեն մտածել եւ քննարկել, թե որն է խորհրդարանում աշխատանքի էֆեկտիվ մեթոդաբանությունը եւ կերպը, որովհետեւ եթե խորհրդարանում ընդդիմությունը պարբերաբար հայտնվելու է այդ, այսպես ասեմ, թող չհնչի կոպիտ, ռազմորկաների ծուղակում, որ հյուսում է գործող իշխանությունը, ապա դա հազիվ թե լինի էֆեկտիվ։ Հետևաբար, օրինակ, այդ տարբերակի տեսանկյունից պետք է քննարկել, թե ինչ աշխատանքային մեթոդաբանությամբ է պետք գործել, իհարկե մանդատները վերցնելու պարագայում, որպեսզի չհայտնվեն ահա այդպես հյուսվող ծուղակներում։ Եվ սա իսկապես կարևոր հարց է, ինչպես աշխատել խորհրդարանում, որ ավելանան հնարավորությունները, բայց միևնույն ժամանակ չեզոքացվեն իշխանության հյուսած թակարդները։ Բայց սա է, սրա ուղղությամբ աշխատանքն է քաղաքականությունը։ Այլապես բավականին գայթակղիչ է իհարկե խոսել փողոցային պայքարի մասին, բայց երբ մենք օրինակ տեսնում ենք, թե հենց ընտրության հաջորդ օրը ինչպիսի տարբեր բազմաշերտ, ոչ միարժեք տեղեկատվական գործընթացներ են ծավալվում հենց ներընդդիմադիր դաշտում, վկայելով ընդդիմության ներսում անգամ նվազագույն իսկ վստահության, հուսալի կայուն փոխադարձ վստահության պակասի մասին։ Այդ պարագայում որքանով հեռանկարային կարող է լինել փողոցային պայքարի մեթոդաբանությունը։ Ես էլ չեմ խոսում նախորդ անարդյունավետ փորձերի մասին։ Իսկ այդ փորձերից հետո արդյոք եղել է հանգամանալից, մանրակրկիտ զննություն, հետազոտություն, քննություն, թե օրինակ ինչու չի ստացվել այս կամ այն պայքարի դրվագը։ Արդյոք եղել է եւ ինչ եզրակացություններ են եղել։ Բացի իհարկե այսպես առերևույթ գնահատականներից ու Facebook-յան գրառումների մակարդակով եզրահանգումներից։ Սրանք շատ կարևոր հարցեր են եւ այս հարցերը պահանջում են իսկապես մանրակրկիտ քննարկում հասկանալու համար, թե օրինակ մանդատները վերցնելու որոշումը ինչի համար է կայացվում եւ կամ ինչի համար է կայացվում մանդատներից հրաժարվելու որոշումը։ Այս ամենը ածանցյալ է ընդամենը շատ ավելի կարևոր քննարկումների եւ կարևոր անելիքների վերաբերյալ որոշումներից։ Եվ այս տեսանկյունից պետք է նկատի ունենալ, որ Հայաստանը խորհրդարանի ընտրությունից հետո մտել է մի կարևորագույն շրջափուլ առաջին հերթին արտաքին օրակարգի իմաստով։ Բոլոր այն աշխարհաքաղաքական դերակատարները, որոնք աջակցություն են հայտնել Նիկոլ Փաշինյանին, ուղղակի թե անուղղակի, անմիջական քայլերով, թե շրջանցիկ, այսպես ասած, քայլերով, բոլոր այդ դերակատարները հիմա սկսելու են գալ իրենց աջակցության գնի հետևից։ Այդ գինը առավելապես վերաբերելու է Հայաստան-Ադրբեջան գործընթացին եւ այդ գործընթացը իրենց աշխարհաքաղաքական նպատակներին ծառայեցնելուն։ Սա նշանակում է, կրկնեմ, որ Հայաստանը մտնում է արտաքին օրակարգի բախտորոշ փուլ եւ այստեղ քննարկել մանդատ ենք վերցնում թե ոչ կամ ընդդիմությանը բերել այդ քննարկման, սա նշանակում է պարզապես ստեղծել քաղաքական քննարկումների արհեստական միջավայր կամ պարզապես վակուում, լցնել այդ վակուումը մանդատների հարցով, այն դեպքում, երբ դրա շուրջ ծավալվելու են էական քաղաքական process-ներ։ Այդպիսով, խնդիրը բոլորովին այլ դաշտում է եւ Հայաստանում ընդդիմությունը, որը մասնակցեց խորհրդարանի ընտրությանը եւ չկարողացավ հեռացնել իշխանությանը, պետք է ստանձնի պատասխանատվություն նաեւ իր նախընտրական դիրքավորման համար եւ այդ պատասխանատվությունը հետագա արդյունավետ աշխատանքն է։ Այդ հարցում բնականաբար կարևոր եւ էական քննարկումների կարիք կա։ Պետք չէ այդ ամենը արգելափակել մանդատներ վերցնել չվերցնելու շուրջ աղմուկով։ Պետք է պարզապես
շատ ավելի առարկայական եւ էական հարցադրումներ դնել ընդդիմադիր ուժերի առաջ կապված հենց Հայաստանի հանդեպ արտաքին բարդ օրակարգերի հետ, որ անխուսափելիորեն կրկնեմ ծավալվելու են առաջիկայում։ Եվ այդտեղ Հայաստանին չափազանց անհրաժեշտ է լինելու կենսունակ ընդդիմությունը, որը կաշկանդված չէ էմոցիոնալ եւ պարզապես առերևույթ մակերևութային պոպուլյար քայլեր անելու հրամայականներով։ Ընդդիմություն, որը ազատ է այդօրինակ ճնշումներից, բայց նաեւ դրված է շատ ավելի լուրջ հարցերի եւ լուրջ խնդիրների պատասխանատվության տակ։ Սա է ներկայումս քննարկելիք կարևոր հարցը եւ սրա վերաբերյալ այս հարցի շուրջ, այս քննարկումների շուրջ անհրաժեշտ միջավայրն է, որ պետք է ձևավորել։ Բնականաբար ընտրության վերաբերյալ արդեն շատ կոնկրետ դիրքորոշումներին զուգահեռ, այսինքն վերահաշվարկ, բողոքարկում, առաջացած հարցերի բարձրաձայնում եւ այլն, այսինքն այս աշխատանքը զգալիորեն նաեւ տեխնիկական աշխատանքը ընդդիմությունը պետք է իրականացնի աներկբա, իսկ հա քաղաքական քննարկումների առումով կրկնեմ անհրաժեշտ է ձևավորել ոչ թե արհեստական միջավայր, այլ հակառակը, արկա իրողություններից ելնելով բնական քննարկումների եւ տրամաբանական եզրահանգումների համար անհրաժեշտ պատասխանատու միջավայր։